Բարելույս Հայաստան, բարև ձեզ հզոր իմ հայ ազգ, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Ձեզանից շատերը ընտրություններից հետո ինձ գրում են, որ ընկեր Ֆարմանյան էլ մի դիմեք ազգին հզոր բառով, քանի որ հզորությունը տեղի չի ունենում։ Ուզում եմ ասեմ հետևյալը. հայը եղել է հզոր, հայը կա հզոր, հայը կմնա հզոր։ Անկամ նրա համար, որ այն մարդիկ դեռևս կան, ովքեր կրթվել են Խորհրդային Միության տարիների ընթացքում, ովքեր տեսել են սոցիալիզմը, ովքեր տեսել են կոմունիստական կարգերը, ովքեր 70 տարվա ընթացքում տեսել են բազմաթիվ ողբերգություններ եւ երջանկություններ, այդ մարդիկ իրոք հզոր են։ Ուղղակի աղետալի երկրաշարժը, որ տեղի ունեցավ 1988 թվականին, լիբերալները չթողեցին, որ խորհրդային Հայաստանը եւ սոցիալիստ կոմունիստները հասցնեին իրեն բարի հաջող ավարտին եւ մարդիկ ապրեին երջանիկ իրենց տներում։ Ինչ որից է դա պատմություն է։ Սիրելի բարեկամներ, այսօրվա իմ ելույթը լինելու է հետեւյալը. ես չեմ խոսալու, ինչպես ես եմ մտածել Նիկոլ Փաշինյանի մասին եւ չեմ խոսալու Քանդիլ պետության կուսակցության մասին։ Այդ մարդիկ արեցին ինչ որ արեցին, կարացան արեցին, բայց այսօր խոսալու եմ ընդդիմության հետ։ Բայց մինչև ընդդիմությանը անդրադառնալը, սիրելի բարեկամներ, ուզում եմ ձեզ տեղեկացնեմ, որ նախկին փոխնախագահ ադրբեջանական պալատի Տոֆիկ Սուֆուգարովը ազգանունը կարծեմ, շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին Նիկոլ Փաշինյանի հաղթանակի կապակցությամբ, ասելով հետևյալը. սիրելի հայրենակիցներ, մեջ բերում եմ անում մոտոավոր բառերը, իմաստը դուք կըմբռնեք։ Սիրելի բարեկամներ, տեսակ ինչ է նշանակում բռունցքը։ Հայերը զգացին ադրբեջանական ուժեղ բռունցքը եւ մենք իրենցից արդեն 50%-ին ավելին բուժել ենք։ Մնում է մնացածը, որը որ հույսով ենք մեր բարեկամ Նիկոլ Փաշինյանի օգնությամբ մենք կբուժենք մնացած հայերին։ Եթե մենք հիվանդ ենք, ապա բուժելու կարիք ունենք, բայց ես չեմ կիսում տեսակետը այդ ադրբեջանական ոչխարի Տուֆիկի եւ ուզում եմ ասեմ հետեւյալը. Туфик Зуфагаров, я не знаю, кого вы там лечили, но то, что скоро, очень скоро в Армении придут силы, которые вам не только скажут, а покажут, как на самом деле лечатся болезни. Мы, может быть, где-то насморк прихватили, но то, что вы раковая опухоль на теле Южного Кавказа, это остается факт. И вы правы, вы имеете право поздравить Никола Пашиняна. Почему? Потому что ваш проект сыграл. Այսքան էս հիմարին պատասխանը։ Հիմա մյուսը, ամսի 9-ն է, հունիսի 2026 թվականի։ Եվ ինչպես տեսնում ենք, քարը լռություն ընդդիմադիրների կողմից։ Ոչ ոք չի արձագանքել, բացարձակ։ Մենակ Էդմոն Մարուկյանն է կարծեմ մի վիդեո հոլովակ նկարահան է, որտեղ արել է վերլուծություններ, թե ինչի եղավ, ոնց եղավ եւ այլն եւ այլն։ Հիմա հարցս ուղղում եմ երկու ընդդիմադիր կուսակցություններին։ Երկու Գագիկ Ծառուկյանը, ինչպես գիտեք, դեռ ռազմորկեքի մեջ է, դեռ չի անցել ազգային ժողով։ Հիմա հարցս Հայաստան դաշինքին, այդ թվում նաև նրանք դաշինքով են դաշնակների հետ միասին, եւ հարցս ուժեղ Հայաստան դաշինքին։ Պարոնայք ընդդիմություն, եթե կարելի այդպես ձեզ անվանել։ Դուք ընտրաշավի ժամանակ քարոզում էիք, որ դուք չեք լինելու ընդդիմություն, դուք գնում եք միայն իշխանության։ Մենք ողջունում էինք ձեր տեսակետը եւ բոլորս ազգովի մաղթում էինք այն ուժերին, ովքեր մասնակցում են եւ վստահ են իրենց ուժերի վրա, հաջողություն ընտրություններում։ Հիմա անցել է 2 օր, համարյա 2 օր, եւ դուք ոչ ոք չեք
խոսում, չեք բացատրում գրեթե 800,000 հայի, թե ինչ կատարվեց, ինչպես կատարվեց եւ ինչ եք անելու։ Որքան կարելի է ձեռ առնել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Մարդիկ գործերը թողած, Կիրակի օրով տուն-տեղ թողած, եկան ընտրատարածքներ, քվեարկեցին ձեր օգտին, բայց նրանք քվեարկեցին ձեր օգտին ոչ թե դուք էտակ վերընկնեք պարլամենտում, ստանաք Նիկոլից հավելավճարներ եւ պարգևավճարներ եւ առանց հետա ձեր վզերը հաստացնեք։ Ներողություն, այսօր մի քիչ կոպիտ եմ ձեր հանդեպ։ Անցել են ընտրությունները, իրավունք ունեն։ Արտուր Ֆարմանյանը եւ ժողովրդական կոմունիստական կուսակցությունը վստահ եմ ասում ձեզ 100%-ով քաղաքեր 4%-ը, ընդամենը 4%, որ անցներ պարլամենտ, բայց ժողովրդական կոմունիստական կուսակցությունը չգնաց այդ քայլին։ Իսկ եթե դուք ուզում եք ես հիմնավորեմ, իմ ասածը ես հիմնավորեմ, մասնակցել է ընտրություններին մոտավոր 1.5 միլիոնից ավել մարդ, 1.5 միլիոն։ Ինչ կարծիքի եք, պարոնայք, 5% այդ 1.5 միլիոնից 5%-ը ապրում էր նոստալգիայով խորհրդային տարիների ժամանակաշրջանում, ինչ որ իրենք ապրել են։ Բնական է ապրում են։ 1.5 միլիոնի 5% անում է 75,000 ձայն։ Պարլամենտ անցնելու համար մեզ պետք էր ընդամենը 45,000 պարոնայք եւ տիկնայք ընդդիմություն։ Կարենք 5 հատ 6 հատ падգամավոր ունենայինք, ստանայինք հավելավճարներ, պետության կողմից գումարներ եւ այլն։ Մենք չգնացինք այդ քայլին, քանի որ մենք գիտենք, որ մենք չենք կարող անել իշխանափոխություն։ Առայժմս մենք պատրաստ չենք, ազգը պատրաստ է։ Մենք պատրաստ չենք խոսել մեր ազգի հետ հիմնավորված, թե ինչ ենք անելու, ոնց ենք անելու, եթե եղանք իշխանություն։ Մենք այդ պատասխանատվությունը մեր ազգի առջև գիտակցում ենք։ Հիմա հարց ձեզ, դուք գիտակցում եք թե ոչ։ Եթե գիտակցում եք, ապա ինչու դուք 2 օր լռած եք։ Դուք ինչի այն մարդիկ, ովքեր հավատացին ձեզ, որ դուք անելու եք իշխանափոխություն, դուք այսօր այդ մարդկանց հետ չեք խոսում։ Ուրեմն ես ձեզ ասեմ, եթե դուք կուլտուրական սխեմաներով ուզում եք մի թոմ չմասնակցեք, չեք գնա պարլամենտ, էսյան, հետո կուլտուրական տեխնիշնի հետակ նստեք ազգային ժողովում, ապա ես ձեզ ասում եմ եւ զգուշացնում եմ։ Ես կթողեմ Նիկոլ Փաշինյանին եւ ՔՊ Քանդիր պետություն կուսակցությունը կանցնեմ ձեր հետևից։ Ուղղակի բառեր չէ, հիմնավորված տեսա հոլովակներով, ապացույցներով ինչ է կարել, ոնց է կարել։ Ազգի 800,000 հոգի մարդ եկելա ձեր հետևից, ընդդիմության հետևից։ 800,000 հոգի մարդ հույսը դրելա ձեր վրա։ Հանգարտ չփորձեք այդ ժողովրդին խաբեք։ Իմ առաջարկը հետևյալն է. դուք բոլորդ բոյկոտում եք այս ընտրությունների ռեզուլտատները եւ դուք չեք գնում պարլամենտ։ Ստեղծում եք ճգնաժամ, քաղաքական, քաղաքացիական, ոնց ուզում եք համարեք, այդպիսի ճգնաժամ։ Եվ դրանից հետո սկսում եք տանել աշխատանքներ փաստերով, առանց հորինելու, առանց ոչ մի բանի, տանում եք աշխատանք, որպիսի դուք ապացուցեք, որ տվյալ իշխանությունները, Քանդիր պետությունը եւ Նիկոլ Փաշինյանը տանում է երկիրը կործանման։ Ես այդ պայքարը տանելու եմ, ես 3 հայտարարել եմ դրա մասին, որ մենք սկսում ենք հավշյա իրանց ասած համահայկական ազատագրական շարժումը։ Եթե դուք գնացիք նստակ պարլամենտ, դուք վերցրեցիք մանդատները, դուք նույն դավադիր ուժերն եք։ Եվ Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը արդեն մեղմ է վարվելու Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ եւ ամբողջ ռեսուրսը գցելու են ձեր դեմ։ Որպես կրթված եւ պարադիշնի կոմունիստ, ես ձեզ ասում եմ դա գլխից եւ ձեր երեսին, չեմ անում տակից ոչ մի բան։ Ես ձեզ զգուշացնում եմ, եթե դուք գնացիք եւ ջուր լցեցիք Նիկոլի ջաղացին,
Քանի որ դուք փոքրամասնություն եք parlamentum, նա ինչ որոշում ընդունի, նաև պատասխանատվությունը կրելու եք դուք, ուրեմն դուք մի թիմ եք։ Եվ այս ամեն ինչը սա կլաունադա էր։ Ես դրա մասին գիտեի, դրա համար էլ չմասնակցեցի ընտրություններին։ Հիմա սպասում եմ արձագանքին։ Դուք գնում եք պարլամենտ, դուք վերցնում եք մանդատներ, թե ոչ։ Մենակ չասեք, որ դուք գնում եք պարլամենտ, որպեսզի այնտեղ պայքարեք իշխանության դեմ։ Պայքարողը պայքարում է անգամ իրեն սեփական տնից։ Պայքարողը պայքարում է փողոցով քայլելուց։ Պարտադիր չի պարլամենտում նստել, ստանալ աշխատավարձ, պարգևավճար եւ ավելավճար։ Անենց որ ազգը սպասում է։ Սիրելի բարեկամներ, ձեզ ասեմ անկեղծ։ Ես ճիշտն ասած հույս չունեմ, որ նրանք կլսեն իմ կոչերը։ Դրանով ես կոչ եմ անում ձեզ։ Այն մարդիկ, այն Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ով համամիտ է մեր գաղափարախոսության հետ, ով համամիտ է մեր մտքերի հետ, ով պատրաստ է մեր հետ անցնել ճանապարհ, ես խնդրում եմ գրել մեր mail-ին։ Քանի որ մենք արդեն սկսում ենք աշխատանքներ տանել այն ուղղությամբ, որ մենք պետք է ունենանք մեր մասնաճյուղերը յուրաքանչյուր մարզերում։ Եվ մեզ ընդունողներին խնդրում եմ գրել իրենց կոնտակտները, մենք դուրս կելնենք կապի, հանդիպումներ կազմակերպենք եւ կստեղծենք մեր, այդպես ասած, կուսակցական օղակները մարզերում։ Սիրելի հայ ազգ, սիրելի բարեկամ, սիրելի իմ հայրենակիցներ, ես ձեզ խոսք եմ տալիս։ Տեսեք, ընտրություններ չկա, որ հալվայի օդում խոստումներ տամ, բայց ես ձեզ խոսք եմ տալի այն քաղաքական մասային, ով այս պահին իրեն զգում է խափնված։ Մի հուսահատվեք։ Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը եւ ես Արթուր Ֆարմանյանը ձեր կողքին եմ, ինչպես եւ խոսք եմ տվել։ Մինչև վերջ ձեր հետ եմ, մինչև վերջ պահելու եմ ձեր շահերը եւ ձեր յուրաքանչյուրի տված ձայնը նա չի դավաճանվելու։ Ես ձեզ խոստանում եմ, ես կռիվ կտանեմ անգամ սատանի հետ, բայց ձեր ձայները հասնելու են տեղ։ Ինչ կանի, ինչի անի ընդդիմությունը, ընտրված ընդդիմությունը, դա ցույց կտա ժամանակը, բայց ես անգամ կռիվ եմ տանելու այս սրանց հետ։ Որոնք թելեցին Նիկոլ Փաշինյանի թելը, ովքեր օգնեցին Նիկոլ Փաշինյանին վերարտադրվելու։ Դե դա գաղտնիք չէր, որ սրանք բոլորը մի խումբ են, իրանցից շատերը չեն այդ թաքցնում, օրինակ Շիրինյան, Միրինյան, ընդ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Մարամ, նրանք դա չէին թաքցնում, բայց ես մնացած ցուցակը լիովի ձեզ ներկայացնեմ, ամբողջովի։ Սիրելի բարեկամներ, չմտածեք, մենք կունենանք այն արդյունքները, գերազանց արդյունքները, որ դուք արժանի եք։ Ես այսօրվանից սկսած աշխատում եմ միայն այդ ուղղությամբ եւ հավատացեք, հաղթանակը սարերի ետևում չի։ Այն ցորենը, որ մենք ցանեցինք երեք, նա շատ շուտ կտա իրեն բերքը։ Գեցե Հայաստանից Հանրապետությունը, գեցե հայ ազգս, գեցե հայկական սփյուռքը, գեցե ջավախքը հայությունս, գեցե Արցախը հայությունս, գեցե հայկական Արցախը, գեցե հայոց առաքելական Սուրբ եկեղեցին։ Նաև գեցեք դուք, սիրելի բարեկամներ, մեր ավակ քույրեր եւ եղբայրներ, մեր տարեց մարդիկ, չհուսահատվեք, ամեն ինչ լինելու է լավ։ Սիրելի բարեկամներ, այսօր այսքանը, հույսով եմ հանդիպենք, Աստված բոլորիս պահապան, ստեսություն։